ասվելաշոտ աղբեր, մի հատ ինքնես ինչ էր գժանոց ընգեր, ասին չի, ասեց երեխա էր բեր է, բայց իրա մարդու չէր բեր է, իրա ամուսնու չէր ունեցել երեխեն, ու մարդուն ասել էր էդի քո երեխենա, կար ժամանակ հետո էդ կինը դիվահարվեց, էդ կինը զարկվեց, էդ կինը գժանոցում է, Ֆիդոտովին գցում են գժանոց, ծնկների վրա աղոտ կանում, ասում է Տեր, դիվական ներգործությունա չեմ դիմանում, մորս քնիցան մերս իմ համար աղոտ կանի։ Япոնիա, видимо, Ֆիդոտովի մերը ուժեղ աղոտ կանող եղել։ Աղոտքից հետո մերը ասում է քնից արտանում եմ, չեմ կարող քնեմ, անգստությունա մոտս, ուզում եմ տղուս համար աղոտ կանեմ, խաբար չի տղեն որտեղ։ Տղեն այդ պայն Հիսուսին ինչա խնդրեն։ Մերը լրիվ ուրիշ քաղաքի մեջ գիշերը հելնում է, իջնում է ծնկի, սկսում է աղոտ կանել։ Որ Ֆիդոտովը էդի հաղթահարի։ Անդրոպովի ժամանակ, հանջատի, մենակ սարը չմիացնես, Անդրոպովի ժամանակ հավատացյալների էլ տեն շատ բանդեր չեն գցում, էլի գցում էին, բայց տեն շատ բանդեր չեն գցում, գժանոց են գցում, ասում են ինքը գիժա, իրան բուժելա պետք։ Հավատացյալները գիժ են և հավատացյալներին տանում էր գժանոց։ Տիրոջ ողորմություն էր, որ 15 տարի ինքը գալիս էր գահին, գահի վրա մնաց տարի ու կես, 15 ամիս։ 15 ամիս հետո այդ մարդու ժամանակը պրծավ։ Եթե չպրծներ, ինքը Ռուսաստանը տանում էր Չինաստանի բանով, ճամփով։ Ու սովետական միությունը ռինեշնի էկոնոմիկա մտցնում էր, սովետական միությունը այսօր սկսում էր ծաղկել, ոնց որ Չինաստանն է ծաղկում։ Ինքը տենց էր տանում։ Բայց քանի որ Աստված պետության վերաբերյալ նախասահմանություն ուներ, պետք է փլուզեր այդ պետությունը, ինքը այդ պետությունը փլուզեց։ Երկրորդ օրինացում ասում է, եւ եթե իմ ժողովուրդը դարձի գա ինձի աղոտ կանի, ես իրանց երկիրը կբժշկեմ։ Դաժե երկիր բժշկելը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Գիտեք չէ Գերմանիան ինչի սեն ծաղկեց։ Ծաղկումից առաջ իրա գլուխները մի հատ խոստովանություն արեցին։ Կոնրադ Ադենաուրը, ԽԴՍ-ի նախագահ, Խրիսիանսկի դեմոկրատический союз Գերմանիա։ Կստати, այսօր էլ ԽԴՍ-ը կա։ Եթե չեմ սխալվում, կա այսօր ԽԴՍ-ը։ Սարա Վագենեխտը ԽԴՍ-ից է։ Շոլցը ԽԴՍ-ից է։ Շոլցի պապը գիտես ով է։ Նացիստ։ Մինիստրների ֆինանսների մինիստրի պապը նացիստ։ Սաղ նացիստ ու ասում է, мы еще хотим мира. Вы что, забыли 45-й год? Что вас проводили до Германии? Домой проводили, взяли за руку и проводили. Հա։ Ցավոք Շոլցը ԽԴՍ-ից է, բայց այսօրվա ԽԴՍ-ը այնչի ինչ որ 45 թվին էր։ Ադենաուրը Աստվածաշունչը բացեց, թվոցը բացեց, ասեց մենք անիծեցինք Աստծո ժողովուրդը, Աստված անիծեց մեզ։ Հելնես էդի Անդե որտեղ Հիտլերը Բունդեստագում իր բաներն ասում ճարերը, Ադենաուրը ասեց մենք անիծեցինք Աստծո ժողովրդին, Աստված անիծեց մեզ։ Եթե մենք հիմա ուզում ենք Աստված օրհնի մեզ, մենք պետք է զղջանք։ Նեմեսները սաղ պատրաստ են փլատակների մեջից, սոված, ծառա, ասում շատ երկրորդ համաշխարհային ֆիլմեր հանել են Գերմանիայում։ Ժիվոյ տանգերով շենքերը տրաքցնում են, բան չկար ընդ հազար սարքել, սաղ փլատակ էր, սաղ ավիրված էր, մի 2-3 հատ տանգ մերկու շենք ավել տրաքցնի, պակաս տրաքցնի, ինչա։ Հետո նոր զոնաները կիսեցին, դեր ֆերգե մտավ։ Ամերիկանցի и русские разделили Германию։ Ուզում եմ ասեմ, մարդը խոստովանություն արել Ջորջ ջան։ Զղջաց, թվոցը կարդաց, զղջումից հետո անպայման խոսքերից հետո պիտի գործը լինի, եթե գործը չկա սուտա։ Աստված, որը քնում է սիրտ, երիկամունք, ամեն մեկին հատուցան իր գործերի համեմատ, չէ՞։ Եթե ես ինչ որ մի բան ասեցի ու դրանից հետո արարքը չեղավ, ուրեմն դա կեղծ էր։
Էդի կեղծեր։ Դաժե էդի սուրբ գրքի հետ է բռնում, Հովանես Մկրտիչը հիշում եք ինչ ասեց։ Իժերի ծնունդ, լսի հրյաներին ասեց իժերի ծնունդ։ Ապաշխարության արժանի պտուղներ գործեցեք։ Այսօր սա քրիստոնեական աշխարհը գիտի ինչի ասեց իժ։ Իժը այն օծի տեսակն է, որ ծնելուց ինքը իր ձագերին ուտում է։ Ձագերը հենց ծնվեցին, պետք է մորից փախնեն։ Ու շատ հաճախ որ ուզում է ձագերին ուտի, հարթավայրում չի ծնում։ Հարթավայրում որ ծնում է, ձագերը փախնում են իրանից։ Ինչ որ մի հատ տեղ է հելնում, ճուղ կլինի, բան կլինի, սենց ծրվում է, որ հենց ծնի պրամո իր արգանդից բերան ընկնեն։ Պատահական չէ իժի ծնունդ գրած։ Այսինքն իժի ծնունդ գիտեք ինչ է նշանակում, ձեզի իժն է ծնե, իժից ուր ես փախնելու։ Այդ դիվական բնությունը օծի մեջ կա, որ մարդ հետի տենա միտք առնի։ Եթե քեզ այսօր սատանեն է ծնե, դու սատանից ուր ես ուզում փախնես։ Գալիք բարկությունից մի փախնելու տեղ կա, Աստված է։ Աստված, որը կների քեզ, կընդունի քեզ ու սատանին չի տա։ Միակ փախնելու տեղը, եթե սատանից ուզում ենք փախնենք, հակառակությունից, մեղքերից, էդի Աստված է ժորդ։ Աստված կընդունի մեզ։ Մենք, որը մեզ ստեղծել է իր պատկերով, իր կերպարանքով, թեպետ այդ պատկերը արտաքինն է, ասում է по образу и по подобию, скорее всего, подобие, նմանությամբ։ Նմանությունը դա ներսի բան է, նմանությունը չի կարա մահանա։ Եվ երբ եք նմանվում իրան, գիրքը ասում է, երբ որ անիկա տեսնենք, Աստված մի հատ հատկություն ունի։ Իրան ցույց տալով կարա քեզ մի ակնթարթում նմանացնի իրան։ Բայց քան իրան չես տեսել, տառապանքների, չարչարանքների, դժվարությունների միջոցով մեծ նեղություններով ասում պետք է մտնենք երկնքի արքայություն, հիշում եք, Պողոս առաքյալը տենց էր մխիթարում։ Այսօրվա քրիստոնյաների պես չէր մխիթարում, չէր ասում, այ աղբերս ոչինչ, այս ավտոն կորցրեցիր, Աստված քեզ Բենտլի կտա, Ռոլս Ռոյս կտա, վերջը չես ուզում Մայբախ կտա, ու խաբում են տենց։ Մտնում ես եկեղեցի ներկա 40 րոպե մենակ տասանորդի մասին են խոսում։ Մի հատ աղբեր գիտեք ոնց հապաշխարը։ Ասում է եկա ձեր մոտ, տեսա տասանորդի մասին բան չեք խոսում։ Մի պաշտամունք եկա 2-3, արա ասես տասանորդի մասին բան չեք խոսում։ Ոչ մի բան չեք խոսում, ասում է։ Տեսա, ասի չէ, ասում այնտեղ ավելի բան էին, առույգ էին, դուք ավելի խեղճ ու կրակի եք։ Ասի բայց խեղճ ու կրակի քեզ քա, ասում է ինձ քաշեց։ Ասի սրանք չեն խափի, սրանք ազնիվ կլինեն։ Սրանք շատ բաներ չունեն, որտեղ սկզբունքներ կա, այս սկզբունքները պետք է խախտեն, որ դա ունենա։ Մեծ նեղություններով պետք է մտնենք։ Ու այդ նեղությունների մեջ այնքան էս Աստված բաներ թույլ կտա, մինչև դու քեզ ճանաչես, որ եկուց մի զորությունը թափի քո վրա, դու քո մասին բարձր կարծիք չունես։ Մենք եկող